Ուզում եմ մի բան ասել ձեզ։ Երեխաները մեծանում եւ հեռանում են մեզանից։ Բայց գաղտնիք եմ ասում ձեզ։ Ժամանակ կար, որ խորին ուզում էր գնա մեզանից, ուզում էր գնա առանձին ապրի։ Մենք գիտենք, որ եթե գնաց գինա վճարելու։ Գինա վճարելու։ Քանի ինքը ապրում է մեզ հետ, ինքը գին չի վճարում։ Եվ գինը շատ թանկ է։ Այսօր գնաց, ինքը այդ գինը վճարում է եւ զգում է դրա արժեքը։ Թույլ տվեք որոշ մարդկանց գին վճարեն այս կյանքը, որ հասկանան ձեզ։ Ցաներ գին վճարեն եւ մի օգնեք։ Օգնեք իրանց, բայց մի օգնեք։ Մի փորձեք իրանց փոխարեն ապրեք իրանց կյանքը։ Դա իրանց ընտրությունն է, դա իրանց որոշումն է։ Հավատքը, սեփական հավատքը, անձնական հավատքը գին է վճարում քո համար։ Դու գին ես վճարում այդ հավատքի համար։ Կյանքը, որը շատերը չեն հասկանում, շատ ծանր գին են վճարելու։ Գին են վճարելու, թանկ գին են վճարելու կյանք ապրելու համար։ Դրա համար ես ուզում եմ մի բան ասեմ։ Աստված ինձ կայացնում է այս կյանքը, ինձ կայացնում է դեռ 30 տարի ինձ կայացնում է, հաստատում այս կյանքը։ Եվ ես դրա գինը հասկանում եմ։ Նոյը գին էր վճարում փրկության համար, շինում էր, կառուցում էր 100 տարի, 120 տարի, ինքն էր վճարում դրա գինը։ Ամեն ինչ ծրի է տրվում, բացի փրկությունը ծրի է տրվում, բացի փրկությունն ամենակ ծրի, մնացած բաները գին է, գին։ Դա իրանց որոշումն է։ Ես ուրախանում եմ, որ իմ երեխաները քայլում են Աստծո հետ եւ ուզում են գին վճարեն իրան։ Վանետն ասում է, ես ուզում եմ, սա իմ միակ շանսն է լինելու, այսօր լինելու այդպես, անելու այդ բանը, գնալ սովորելու։ Սրանից հետո ես գիտեմ ինձ համար այլ շանս չդի, սա իր շանսն է։ Ես օրհնում եմ, որ ինքը գնա։ Դրանից հետո ինքը կգնա ու կկայանա։ Գինը կսկսի ինքը վճարել, թեպետ եւ երկար տարի արդեն գինը վճարում այդ միայնության կյանքի համար։ Ես գիտեմ, որ հավատքի մասին քարոզում եմ, դա պետք է փորձվի, դա պետք է ստուգվի, դա պետք է գա փորձառության դաշտ։ Այն տղաները, այն աղջիկները, այն մարդիկ, ովքեր իրանց պապաների, մամաների հետ ապրում են 50 տարի, 100 տարի, նրանք չեն կայանում կյանքում, դժվար են կայանում։ Թողեք գին վճարեն, թողեք պասատ կայրնեն, քիթները քարին քսեն։ Այո, դա լինելու է, դա լինելու է, ծանողներ, դա լինելու է։ Մենք մտածում ենք, թե ինձ բան չանեն, բայց այսօր այդ կրուզը զգում են իրանց վրա, այդ բերը զգում են իրանց վրա։ Սա թեմայից դուրս է, իմ այս խոսքը։ Սա իմ հավատքի թեմայից դուրս է։ Ուղղակի ուզեցա ասեմ, իսրայելացիք գերության մեջ էին։ Գերությունից դուրս եկան անապատ ասեցին, մենք այնտեղ ձրի էինք ուտեմ սոխն ու սխտորը, միսը, ձուկը, որովհետև դու այնտեղ ստրուկ էիր, ծառա էիր։ Նորմալ է, դու այնտեղ ռաբ էիր, в доме рабства тут чужой։ Դու այնտեղ ստրուկ էիր, բայց երբ որ դուրս եկան, իրանք առաջի բանը, որ կանգնեցին փաստի առաջ, իրանց այլևս չեն տալիս։ Կամ Աստվածը մատակարարելու երկնքից, ուտելու են մանանան, կամ պետք է անապատը մեռնել։ Նրանք կանգնեցին ջրի առաջ եւ փողոքեցին, մենք այնտեղ ամեն ինչ ծրի ենք ուտում, իսկ մի գին վճարեք, ազատության գինը թանկ է։ Ազատության գինը շատերի համար թանկ նստեց, շատերը ազատության մեջ մեռան, անապատան,
ազատության պատճառով մեռան, չուզեցան, որ Աստված իրանց առաջնորդի։ Եկեք ոտքի կանգնենք ենք։ Այո, 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 այո։ Տեր Հիսուս, ես օրհնում եմ, Տեր Հիսուս, ես օրհնում եմ, քո սուրբ անունը։